Մեր ծրագրերը պատրաստ են, մենք պետք է ներկայացնենք ձեզ, դուք էլ ժողովրդին, դա ամենակարևորագույն խնդիրներից եմ ձեզ ասում, որ առաջնային լուծմանը, որը եթե մենք ուզում ենք մեր ժողովուրդը ոտքի կանգնի, ես ասում եմ, պրոբլեմը, լուծումը, խնդիրը, աղբյուրը, ուղղությունը, եւ մենք պետք է ասենք, թե այսօր արագաչափեր, կարմիր գծեր, այսօր Երևանի բնակչության մոտավորապես 20-25%-ը տաքսի վարելով է իր ընտանիքը պահում, բայց նայում ես մեկ անդրամադիր, մեկը ջղայնացած, նայելով ինչ է խնդիր, առավոտինիկում վարելով հաստակում է 5-7 հազար դրամ, ավել չի կարող, բայց եթե մի հատ կարգան գարեց, 40-ի տեղը 60 անցավ, այդ 5,000 դրամը պետք է տանի, արդեն ինքը անդրամադիր է, իր երեխայը կերակրելու խնդիրն է պրոբլեմ։ Դրա համար այսօր մեր ժողովուրդը արժանի չի եւ իրավորական է, դա պետք է հանվի, ասում են հանցագործություն բացահայտելու համար է, հանցագործություն բացահայտելու համար թող տեսակցիկները մնան, Երևանի մուտքի վրա, քաղաքի կենտրոնում, տուգանքներ այդպիսի մեծ, ոնց կարող են ասենք, թե մտածելով քո ժողովրդի համար, որ ժողովրդի մատից պետք է փուշ անես, հնարավորություն տաս այս ծանր տնտեսական ժամանակահատվածում մարդինց գոյատևելու, եթե ժողովրդի աշխատավարձը կլինի $2,000, $3,000, հնարավոր է, կարելի է, բայց այս պայմաններում դա պետք է անմիջապես հանվի, որ մարդիկ կարողանան ներվայնացած, ասում քանի դեպք է եղել, նայում ես տաքսիստը քշում է քո վրա, ընկեր ջան, ինչ է, վայ պարոն Ծառուկյան ջան, կներեք, գիտես ինչ ասում եմ, մտքերի մեջ է, չգիտեմ այսօր ինչ եմ անելու, որ ինչ որ առողջիկուն ուշադիր քշում եմ, մի հատ շեղվեց հեռախոսով խոսում է եւ արդեն ոնց որ տուգանքի տակ եմ։ Մարդկանց ներվային համակարգը լարված է, անդունդի եզրին են, մեր ժողովուրդն են, մենք պետք է կարողանանք պայմանները, հնարավորությունները ստեղծելու եւ մարդիկ որ կարողանան վստահաբար, անհոգ իրենց կյանքը վայելել, բարեկեցիկ կյանքից օգտվել։ Անհնարին ոչինչ չկա, սիրելի ժողովուրդ։ Բոլոր ծրագրերը համապատասխան ամեն մի մարզում, ամեն մի քաղաքում ժողովուրդը ինչով որ զբաղվել է պապեկան, դա պետք է մենք շարունակենք, դա պետք է զարգացնենք։ Արդեն մարդիկ սովոր են, ինչով է իր պապերը իրենց տարածքը զբաղվել, թե կլիմայական պայմաններով, թե ասենք թե հիմնական հանքանյութաարդյունաբերության, որ այդ մարդիկ դրանով մեծացել են, դրանով գիտեն, իրենք դրան պատրաստ են։ Ոչ թե այսօր թազա ինչ որ այնտեղ ինչ որ ուրիշ արտադրությամբ զբաղվում մենք պետք է տանենք նորը դնենք։ Մարդկանց փորձառությունը պետք է օգտագործենք։ Եղածը վերականգնենք, աջակցենք, հնարավորություն տանք, ցանկացած գործարարի, ցանկացած մեծահարուստի պետք է վստահ լինի ունեցվածքի համար, իր շահույթի համար, որ մեր երկրում գումարներ դնի։ Պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մարդը մեծ ուրախությամբ գա, գումար դնի, իմանալով իր գումարը դնելուց ինքը շահույթ է ստանալու։ Ոչ թե դեռ չեկած նախարարությունը ինչ պետք է մեջը ունենա, քաղաքը ինչ մեջը պետք է ունենա, ինքնիկյան հիասթափված պետք է թողի գնա։ Այլ պետք է աջակցել, հնարավորություն տալ, կողքը կանգնել, 5 տարի թող հարկ չվճարի։ Մեզ ասեն մեր կողքի հետ Արաբական երկիրը Դուբայ երեք որոշել գնացել է 25 տարի առաջ միայն անապատ էր։ Պայմանը հնարավորություն ստեղծեցին, տվեցին, ամբողջ աշխարհը գումարներ ներդրեց։ Մենք էլ այդ պայմանները պետք է ստեղծենք։ Հնարավորություն տան, մարդիկ գան, երբ տեսնում են շարժը լավ է, արդեն գումարները շատ են, մարդիկ շահույթ ստանում են, կարող ես կամաց արդեն հարկերն ու տոկոսները ավելացնել։ Ես նորից եմ ասում, ես արվырդ չեմ ավարտել։ Ես ասենք թե բոլոր հիմնական իմ փորձությունը դա կյանքի փորձություն է, որը ես դա պրակտիկորեն հասկանալով, տեսնելով, ի վրա զգալով, իսկ ամենաուժեղը ոչ թե դա թորյան է, այլ պրակտիկան է, որ պետք է այդ բոլոր պայմանները լինեն եւ մարդիկ կարողանան արժանապատիվ իրենց զգալ, ամուր զգալ, գնահատված զգալ, պաշտպանված զգալ։ Պետք է վերականգնվի արդարությունը, պետք է լինի մրցակցություն, պայման եւ հնարավորություն։ Ամեն ինչն է լավը լինելու։ Միայն իմ խնդրանքը իմ թիմակիցներին, որ դուք հանդիպելով քաղաքացիներին, տեղյակ պահելով, ասելով, որ այո, այս ընտրությունը եթե մարդիկ գնում են, խնդրում են, աղաչում են, պարտադրում են, ձայնը ինձ տվեք, այդ մարդը միայն ուզում է պատգամավոր դառնա կամ իր պաշտոնին մնա։ Ընտրողները պետք է որոշեն իրենց վաղվա համար, իրենց վաղվա երեխայի համար, իրենց ապագայի համար, իրենց հնարավորություն է տրված, ծանոթանալ բոլորի ծրագրերի հետ, բացի ծրագիրը կարող է շատ գեղեցիկ եղած լինի, բայց իրական կյանքում այդ մարդը պետք է գործ կատարած լինի, ինչ է արել իրան իրական կյանքում, ինչից է սկսել, ինչ ավարտել, որ գործն է ձեռնարկել եւ դա արդյունավետ է եղել, հաղթական է եղել։ Ես ձեզ օրինակ ասեմ, ես ասենք թե զբաղվում եմ
խաղաղորդության մարդկանց հետ, իմ գործընկերների հետ, ամեն տարվա սկզբին իրենց տրամադրելով, ասենք թե դեղորյակը ինչ որ իրենք ցանկանում են, անհրաժեշտ, առանց որցե տոկոսի, առանց որցե գրավի, տրամադրելով, որ աշնանը ինքը խաղող հավաքի կբերի կհանձնի եւ այդ գումարը մենք կվերցնենք։ Ես ոչ թե փորձելով խաղող 80 դրամ ընդունել, 100, 150, 140, 130, որտեղ դա ինձ սազական չի եղել։ Եղել է տարի տրամադրել ենք $500,000 իրենք դա դեղորյակի պարարտանյութի համար։ Եղել է ծրտահարվել է, կարգտահարվել է։ Դիմել են Ծառուկյանն ենք ուզում տեսնեն, գնացել եմ Ժողովուրդ ջան ինչ կա։ Պարոն Ծառուկյան ջան, այս տարի ծրտահարվել է, շատ քիչ է բերքը լինելու։ Եթե այդ գումարը փակենք, մեր երեխաները սոված են մնալու։ Ասեմ սիրելի Ժողովուրդ ջան, դա ջնջում եմ, դա թող ձեզ նվեր լինի, ձեր երեխայի բերնից մի կտրեք, ինձ մի տվեք։ Բայց այդ նույն գյուղացիները, որը վարկ են վերցրել, իրենց հողը գրավ են դրել բանկերին, իրենց խնդրանքը մեկն է եղել, որ հարգարժան, ասենք թե կառավարություն կամ բանկի ղեկավարություն 1% սառացրեք մի տարով, քանի որ մենք եկամուտ չենք ստանում, ու դա մեր համար ծանոթ է։ Տոկոսը չեն սառացրել, այլ ոչ թե տոկոսը, այլ պետք է ամբողջովին բանկը տոկոսը ջնջեր եւ համապատասխան պետությունն էլ պետք է սուբսիդավորեր, որտեղ այդ մարդը արդեն խորտակում է։ Տոկոսները բարձր դնում են 30%։ 1 միլիոն գյուղացին վերցի 300,000-ը։ Մի հատ էլ ծրտահարվեց, համապատասխան արդեն դառնում է 600,000։ Ինքնիկան արդեն գյուղացին իր հողը կորցնում է։ Որ պետք է լինի նա իսկ 3-4%-ի դեպքում համապատասխան։ Նա 1 միլիոնի համար 30,000 դրամը գյուղացին մեծ ուրախությամբ դա կարող է փակել։ Լիարժեք կարող է եւ 1 միլիոնը փակել եւ այդ 30,000-ը փակել։ Բանկային համակարգը, որ պետք է վերանալ, ես միշտ ասել եմ, դա լոմբարդային համակարգ է։ Ցանկացած դիմող, որ ուզում է իր կյանքը ավելի բարեկեցիկ սարքի, այլ հակառակը ընկնում է չարիքի մեջ։ Այսօր գնում ես բարգ ես վերցրել 7 տարով 12-14%։ Հիմա արդեն քանի գնալով որ էլ գումար վերցող չկա, մարդիկ էլ ունեցված չունեն, բոլորը բանկերի տակ է։ Ես նույնիսկ եմ ասում 1,400,000 հոգի բանկի տակ է։ Եվ համապատասխան դիմելով, ասում եմ բանկին դիմելով, որ ես ուզում եմ 14, 18%, 16%, ես իմ եղածը վճարեմ, գրավը հանեմ, ուրիշ բանկում տնեմ, այնտեղ 6-7% է։ Ասում ես ինչ ես ասում, մենք արդեն հաշվարկել ենք 7 տարի, եթե չէ պետք է բոլոր տուժտուգանները 7 տարվա։ Ինձ վճարեց, ես 1 տարով եմ, 1 տարի անցել ես վճարեմ, որ բոլորը դա պետք է որոշվի, լուծվի, մարդկանց գնահատվի եւ ամեն մի աշխատող, օրենք գրող կամ բանկիր իրեն պետք է դնի դիմացինի տեղը, այդ չարքաշ աշխատող յուղացու տեղը, որ իր ապրուստը, իր չարչարանքն է, իր կրտինքն է, իր առօրյա այդ աշխատանքով իր մշակածն է, որ պետք է նա կարողանա մշակի, հանձնի եւ համապատասխան այդ գումարը տանի եւ վարկը փակի եւ իր ընտանիքի հոգսոքա։ Ես ամենակարևորը նորից եմ ասում, հանդիպման ժամանակ մեր ժողովրդին հույս տվեք, լսեք բոլորին, ինչ որ իրենք կասեն, իրենց դարդուցավը, խնդիրը, պրոբլեմը, ես դա բոլորը գիտեմ, ցանկացած ոլորտի խնդիրն ու պրոբլեմը, որը պետք է լինի ուշադրություն, պայման հնարավորություն։ Հիմա գյուղացին վարուցանքը անում, աշնանը բերքը հավաքելուց տեսնում է, վարուցանքի ծախսերը ավելի շատ են, քան իր ստացած բերքը։ Իհարկե այդպես էլ պետք է լինի։ 20-30 տարի ասենք թե սեմ չի եկել, պարտը չի տրվել, որը համարժեք այդ բոլորը խնդիրներ են։ Ոչ թե մի այդ գյուղատնտեսությունից, ցանկացած, ուզում արվեստ լինի, մշակույթ լինի, կրթություն լինի, գիտություն լինի, մեր կրթության համակարգը, մեր լավ երեխաները, որոնք կարմիր դիպլոմով ավարտում են, նրանք պետք է անմիջապես համապատասխան ոլորտում տվյալ նախարարություններից արդեն նախորդ դիմեն, համապատասխան իրենց գործը տանեն, ոնց որ սովետական ժամանակահատվածում էր, տարին տարվա վրա ստուգում էին լավագույններին, հետևում էին եւ նրանց ոչ մեկին բաց չէին թողնում։ Անմիջապես ինքը տեղը գիտեր ավարտելուց հետո որտեղ է լինելու։ Բայց այսօր մեր բոլոր խելացի երեխաները ամբողջ աշխարհով մեկ ծրագրեր են ներկայացնում, ծրագրերը գալիս են, տանում են մարդուն քաղաքացիություն տալիս են 3-ից 5,000 եվրո տալիս են, դե մարդն էլ գոշնակալ գնում է։ Մենք պետք է մեր ունեցվածքը պահենք մեր ձեռը, որ նրանք չգնան։ Գիտության հիման վրա հարկավոր է ֆինանսավորել, մեր գիտնականներն ինչ անեն։ Պետք է ֆինանս լինի, ֆինանսավորվի մարդկանց ծառայություն տալ, փորձարկելու, փորձեր անելու, որ կարողանանք մեր տնտեսությունը զարգացնել գիտության հիման վրա։ Էժան աշխատուժով 21-րդ դարում տնտեսություն չի զարգանա։ Բոլոր ուղղություններով մենք այդ բոլորը նայել ենք, քննարկել ենք։ Ես նորից եմ ասում,
մենք տեղյակ ենք, մենք գիտենք, մենք պատրաստ ենք ցանկացած քննարկելու, մենք պատրաստ ենք ցանկացած միասնական իրականացնել մեր ծրագրերը, ավելի լավ ծրագիր կա, լավից լավը կա, որը իրատեսական է, մենք պատրաստ ենք քննարկելու, նայելու, միասնական իրականացնելու։ Մեր թիմում չկա այդ մարդը, երկրում կա, երկրում չկա, ուրեմն ամբողջ աշխարհում կա, որ հարկավոր է նայել, գտնել, խնդրել, բերել, պայմանները ստեղծել, որ նա կարողանա լիարժեք օգտակար լինի, ծառայի իր երկրին, իր ժողովրդին։ Եվ մեկ էլ ես ուզում եմ իմ կուսակից ընկերներին, իհարկե կարող եմ ժամերով ասել տարբեր ոլորտների, տարբեր խնդիրների շուրջ, որտեղ դա ես տիրապետում եմ, ես դա գիտեմ, սկիզբը, վերջը, ինչից սկսենք, մեր եղածի սահմանում եւ դրան ինչ արդյունքի կայացնենք, ինչ պետք է դնենք, ինչի դիմաց ինչ ենք ստանալու։ Մենք չենք կարող ավելի նոր ծախսեր անել, բայց դիմացը բան չստանալ։ Ես ասում եմ ամենացավոտ խնդիրների շուրջ եւ պարբերաբար դրանից հետո մյուս խնդիրները, որ պետք է աստիճանաբար կարգավորվեն, հնարավորություն տրվեն, վստահություն լինի, գնացածները հետ վերադառնան, կարողանանք մեր գործը շարունակել։ Ես ուզում եմ թիմակիցներին ասել, որ ընդհանրապես բոլորի հանդեպ պետք է լինեք հարգալից, բոլորի հանդեպ, ցանկացած կուսակցության, որից մեկին վիրավորել չի կարելի։ Վիրավորումը թույլ մարդը, որ ինքը իրանից բան չի ներկայացնում, իր նախանձից կարող է մյուսի հասցեին բան ասել։ Ուժեղ մարդը, հզոր մարդը, հարբած մարդը երբեք թույլ չի տա։ Բայց եթե որից մեկը կփորձի ձեզ վիրավորելու, ձեր պատիվը իմ պատիվն է, իմը ձերն է, ուրեմն այնպես կդնենք իրեն տեղը, ինքը որտեղից է եկել, ինչի համար է եւ իր նպատակը ինչ է։ Ես դրա համար ես նորից ձեզ խնդրում եմ շատ հարգալից տեղը տեղին ցանկացած քաղաքական ուժի հետ թող իրենք իրենց ծրագիրը ներկայացնեն, իրենց արածը ներկայացնեն եւ ինչ կարող են անել։ Մենք ասում ենք պաշտոնի համար չենք պայքարում, գումարի համար չենք պայքարում, մենք ուզում ենք լավ լինի։ Ես իրոք իմ ժողովրդին շատ եմ սիրում։